Ողջույն։ Երբ լյարդը դադարում է աշխատել, իրավիճակը կրիտիկական է, թույներն արագ կուտակվում են արյան մեջ ու առանց փոխպատվաստման մարդը կարող է մահանալ, բայց ինչ անել, եթե դոնորական օրգան չկա։ Չինաստանի կլինիկաներից մեկում բժիշկները դիմել են մեթոդի, որը նախկինում կիրառվում էր միայն փորձարարական պայմաններում։ Նրանք հիվանդին ժամանակավորապես միացրել են խոզի լյարդին։ Հիվանդը սուր լյարդային անբավարարությամբ 56-ամյա տղամարդ է։ Նրա լյարդը գործնականում դադարել է կատարել իր ֆունկցիաները, իսկ համապատասխան դոնորական օրգանն այդ պահին չկար։ Սիդզինի հիվանդանոցի վիրաբույժների թիմը որոշել է դիմել անսովոր մեթոդի օրգանիզմի ժամանակավոր աջակցություն գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդի միջոցով։ Կարևոր է, որ օրգանը չի փոխպատվաստվել հիվանդի մարմնի ներսում։ Լյարդն աշխատել է օրգանիզմից դուրս որպես կենսաբանական զտիչ։ Պացիենտի ոտքի երակին միացված հատուկ խողովակների միջոցով արյունն ուղղվել է դեպի խոզի օրգան, անցել դրա միջով ու վերադարձել օրգանիզմ։ Քանի դեռ կենդանու լյարդը կատարել է իր աշխատանքը, այն մաքրել է արյունը թույներից ու օգնել օրգանիզմին հաղթահարել կրիտիկական շրջանը։ Նման համակարգը կարելի է համեմատել հեմոդիալիզի հետ, որն օգտագործվում է երիկամային անբավարարության ժամանակ։ Միայն թե այստեղ զտիչի դերը կատարել է իսկական օրգանը։ Լյարդը հատուկ նախապատրաստվել է նման միջամտության համար։ Այն տրամադրել է չինական Clone Organ Biotechnology կենսատեխնոլոգիական ընկերությունը, մինչ այդ կենդանու մոտ կատարվել էր 6 գենետիկական փոփոխություն, անջատել էին խոզի 3 սեփական գեները ու ավելացրել մարդկային 3 գեն։ Այս փոփոխություններն անհրաժեշտ են իմունային ռեակցիայի վտանգը նվազեցնելու համար, երբ մարդու արյունը շփվում է այլ տեսակի հյուսվածքների հետ։ Համակարգն աշխատել է գրեթե 3 օր։ Այդ ընթացքում բժիշկներն ուշադիր հետևել են պացիենտի վիճակին եւ խոզի օրգանի աշխատանքին։ Սուր իմունային մերժման նշաններ չեն հայտնաբերվել, ավելին արյան ցուցանիշները սկսել են աստիճանաբար բարելավվել, իսկ պացիենտի սեփական լյարդը ցույց է տվել վերականգնման նշաններ։ Դրանից հետո բժիշկները որոշել են անջատել համակարգը արտաքին կենսաբանական օրգանների տևական օգտագործման ժամանակ հնարավոր վարակների առաջացման ռիսկը նվազեցնելու համար։ Մի քանի օր անց հիվանդին այնուամենայնիվ կատարել են մարդկային լյարդի լիարժեք փոխպատվաստում։ Այժմ նա ապաքինման փուլում է։ Մարդու արյան շրջանառության համակարգը խոզի օրգաններին միացնելու նմանատիպ փորձեր նախկինում նույնպես իրականացվել են, բայց մինչ այժմ դրանք կատարվում են միայն ուղեղի ախտորոշված մահով հիվանդների հետ գիտական հետազոտությունների շրջանակներում։ Այս անգամ միջամտությունն իրականացվել է կենդանի մարդու վրա, որպես ժամանակավոր բժշկական աջակցություն մինչև փոխպատվաստումը։ Սա կարևոր քայլ է քսենոտրանսպլանտացիայի, այսինքն մարդկանց օգնելու համար կենդանիների օրգանների օգտագործման բժշկական ոլորտի համար։ Եթե հաջողվի ավելի զարգացնել նման տեխնոլոգիաները, դրանք կարող են կյանքի ժամանակավոր կամուրջ դառնալ այն հիվանդների համար, ովքեր սպասում են դոնորական օրգանի, սակայն չեն կարող իրենց թույլ տալ չափազանց երկար սպասել։ Նախքան երեխայի ծնվելը նրա զարգացման վրա կարող է ազդել այն, թե որքան ակտիվ է շարժվել մայրը։ Ճապոնացի հետազոտողները պարզել են, որ կնոջ ֆիզիկական ակտիվությունը հղիությունից առաջ ու դրա ընթացքում կապված է երեխաների ավելի բարենպաստ նյարդահոգեբանական զարգացման հետ։ Ընդ որում այս կապն ամենաշատը դրսևորվել է մոտորային հմտություններում նորածինների շարժվելու, մարմինը կառավարելու եւ շարժումները համակարգելու ունակության մեջ։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։ Հղիների համար չափավոր ֆիզիկական ակտիվության օգուտների մասին հայտնի է վաղուց, այն օգնում է պահպանել սիրտանոթային համակարգի աշխատանքը, բարելավում է քունը, նվազեցնում պերինատալ դեպրեսիայի վտանգը ու նույնիսկ կարող է նվազեցնել ծննդաբերության տևողությունն ու ցավը։ Ուստի այսօր բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են ապագա մայրերին խորհուրդ տալիս չափավոր ծանրաբեռնվածություն, սպոսանքներ, թեթև վարժություններ, լող, բայց մնում է մի կարևոր հարց. կարող է արդյոք մոր ակտիվությունն ազդել երեխայի զարգացման վրա արդեն ծնվելուց հետո։ Սա ստուգելու համար Տոկոհուի համալսարանի գիտնականների խումբն անցկացրել է խոշոր կոհորտային հետազոտություն։ Գիտնականները վերլուծել են 38219 մայր երեխա զույգի տվյալներ։ Կանանց միջին տարիքը կազմել է մոտ 31 տարեկան։ Հղիությունից առաջ մասնակիցների գրեթե 43%-ն իր ֆիզիկական ակտիվությունը գնահատել է միջին կամ բարձր, սակայն հղիության ընթացքում պատկերը փոխվել է, ավելի հաճախ են հանդիպել ցածր ակտիվություն կամ ակտիվության բացակայություն պատասխանները։ Դա տիպիկ միտում է, շատ կանայք բնական ձևով նվազեցնում են ծանրաբեռնվածության մակարդակը։ Հետազոտողները նախ դիտարկել են, թե ինչպես է ֆիզիկական ակտիվությունն ազդում բուն հղիության վրա։ Պարզվել է, որ հղիության մեջտեղում ակտիվության ավելացումը կապված է վաղաժամ ծննդաբերության ավելի ցածր ռիսկի հետ։ Բացի այդ, նման մայրերի մոտ ավելի հազվադեպ են ծնվել ցածր քաշով երեխաներ, ինչպես նաև նվազել է ընկերքի շերտազատման ռիսկը։ Բայց ամենահետաքրքիր արդյունքները վերաբերել են երեխաների զարգացմանը։ Երբ նորածինները դարձել են 6-ամսական, գիտնականները գնահատել են նրանց նյարդահոգեբանական զարգացումը։ Պարզվել է, որ մինչև հղիությունը ցածր ֆիզիկական ակտիվություն ունեցող մայրերի երեխաները բարելավում են ցույց տվել միայն մեկ ոլորտում,
ընդհանուր մոտորիկայում։ Սրանք մարմնի շարժման հետ կապված հմտություններ են՝ շրջվելը, սողալու փորձերը, գլուխը պահելը։ Սակայն այն մայրերի երեխաների մոտ, որոնք դեռ հղիությունից առաջ ավելի ակտիվ կենսակերպ են վարել, պատկերն ավելի լայն է եղել։ Նրանց մոտ ավելի լավ են զարգացել հաղորդակցման հմտությունները, ընդհանուր եւ նուրբ մոտորիկան, այսինքն ձեռքերի, մատների շարժումները եւ առարկաներով գործողություններ անելու ունակությունը։ Նմանատիպ կապեր է ցույց տվել նաեւ ֆիզիկական ակտիվությունը բուն հղիության ընթացքում։ Նման մայրերի երեխաների մոտ նույնպես նկատվել են տարբեր հմտությունների զարգացման ավելի բարենպաստ ցուցանիշներ։ Երբ հետազոտողները դիտարկել են երեխաներին 3 տարեկան հասակում, շատ տարբերություններ դարձել են պակաս ընդգծված։ Այնուամենայնիվ մի կապ պահպանվել է, մինչև հղիությունը մոր ֆիզիկական ակտիվության ավելի բարձր մակարդակը փոխկապակցված է եղել երեխայի մոտ խնդիրներ լուծելու ավելի լավ հմտությունների հետ։ Գիտնականներն ընդգծում են, որ առայժմ խոսքը հենց վիճակագրական կապերի մասին է։ Մեխանիզմները, որոնք կարող են բացատրել այս էֆեկտը, դեռ լիարժեք հասկանալի չեն։ Հնարավոր է, որ ֆիզիկական ակտիվությունն ազդում է մոր նյութափոխանակության, հորմոնալ ֆոնի կամ արգանդի արյան մատակարարման վրա։ Այս ամենը կարող է անդրադառնալ պտղի նյարդային համակարգի ձևավորման վրա, բայց այս վարկածները հաստատելու համար կպահանջվեն լրացուցիչ ֆունդամենտալ հետազոտություններ։ Գիտնականները պլանավորում են ուսումնասիրել նաև կարող է արդյոք մոր ֆիզիկական ակտիվությունը պաշտպանել երեխային ռիսկի որոշ գործոններից։ Օրինակ հայտնի է, որ հղիության ընթացքում գլյուկոկորտիկոիդների օգտագործումը կապված է դեռահաս տարիքում երեխաների մոտ հոգեկան խանգարումների բարձր ռիսկի հետ։ Առայժմ այս հարցերի պատասխաններն առջևում են, բայց արդեն իսկ հետազոտության արդյունքները ցույց են տալիս հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն մոր առողջության պահպանումն է, այլև հնարավոր է, սա այն գործոններից մեկն է, որն օգնում է ապահովել երեխայի լիարժեք զարգացումը։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Ուսուցչուհին հարցնում է. Գագիկ, իսկ ով էր Արքիմեդը։ Դա մի գիտնական էր, դա մի օր նա լոգարանում լողանում էր ու հանկարծ գոռաց Էվրիկա։ Իսկ ինչ է նշանակում Էվրիկան, Գագիկ ջան։ Նշանակում է նա ինչ-որ բան գտավ։ Ու ինչ գտավ Արքիմեդը, որ գոռաց Էվրիկա։ Եսի, երևի օճառը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։